Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք նորից սովորելու ենք նոր հնչյուն և նրա տառերը։ Ուշադիր նայում ենք, նկարում պատկերված է ժանյակ։ Ժանյակը ասեղնագործություն է երեխաներ, ասեղով և թելերով գեղեցիկ գործվածքներ են պատրաստում։ Ժանյակ բառասկզբում լսում ենք ժ։ Արտասանում ենք, նկատում ենք, որ ժ-ն բաղաձայն հնչյուն է։ Ժ տպաքիր մեծատառ, ժ տպաքիր փոքրատառ։ Եթե շուռ տանք, երեխաներ, տեսեք կդառնա շուռ տված ք, հակառակ պահված քն է, հայելային։ Ուրեմն ժ-ն նման է շուռ տված քին։ Ժ ձեռագիր մեծատառ, ժ ձեռագիր փոքրատառ։ Մի քիչ կլորիկ ե է, մենակ ոչ թե տողն է կիսում, այլ տողի վրա է կանգնած։ Ժանյակ բառասկզբում լսում ենք ժ։ Այժմ խաղ ենք խաղում, ով ավելի շատ ժ պարունակող բառեր կասի։ Գրքում պատկերված նկարներով բառերը կրկնելուց ասելուց հետո փորձում ենք ինքնուրույն բառեր ասել. ժայռ, նժույգ, ժապավեն, ժամացույց, բաժակ, կուժ, ուժ, ժիրայր, վարուժան, ժանյակ, ժանեկազարդ, ժապավեն, ժամագործ, ժամապահ և այլն։ Հիմա փորձում ենք կազմել բառակապակցություններ։ Ով ավելի շատ բառակապակցություններ կասի։ Ժրաչան, ժրաչան բառն ենք բացատրում, ժիր և ջանքեր գործադրող։ Ժրաչան նշանակում է աշխատասեր, ջանասեր, քրտնաջան աշխատող։ Օրինակ, ինչպիսի մարդկանց գիտեք, ովքեր ժրաչան են, կարող եք ձեր ընկերների անունները տալ, ով աշխատասեր է, ով չի հոգնում աշխատելուց։ Նաև լինում է, որ միջատների մասին ենք ասում ժրաչան, մրջուն, քանի որ մրջյունը միշտ աշխատում է։ Ժրաչան մեղու, ժրաչան աշակերտ, ժրաչան մայրիկ, ժրաչան ընկեր և այլն։ Երեխաներ, ինչքան կարող եք շատ բառակապակցություններ կազմեք։ Հիմա ծի բառով են կազմում բառակապակցություններ կամ նժույգ, հոմանիշներ են ձի, նժույգ, երիվար, ուժեղ, նժույգ, գեղեցիկ, նժույգ, արագավազ, նժույգ։ Կարող եք նաև գույներով նշել, ինչպես նաև կարող եք եթե դուք ունեք ագարակ կամ ֆերմայում եք ապրում և սիրում եք որևէ կենդանու, որևէ ձիու, կարող եք ասել սիրելի, նժույգ, անունը կարող եք տալ։ Անցնենք հաջորդին։ Հիմա կաշտում ենք նկարում պատկերված նկարելուկները։ Սա ինչ է երեխաներ։ Կուժ է։ Կուժը կավից են պատրաստում և նրա մեջ ջուրը, թանը, ցանկացած ըմպելիք ավելի սառն է մնում։ Կավե, կուժ։ Կավե նշանակում է կավից պատրաստված։ Ժամացույցի սլաք։ Կարելի է ժամացույցը ցույց տալ և երեխաներին բացատրել, որ ժամացույցը ունի 3 սլաքներ։ Ամենափոքրիկը, ամենաբարալիկը ցույց է տալիս վայրկյանները, ամենափոքր ժամանակի միավորը։ Երկար և ավելի բարակը ցույց է տալիս րոպեները, իսկ հաստը և կարճը ցույց է տալիս ժամերը։ Կարելի է նաև երեխաներին սովորեցնել ճանաչել ժամացույցի ժամերը։ Երկու տող ժայռը գրելուց հետո կարող ենք նաև ժապավենով պատրաստել տպաքիր մեծատառ ժ, տպաքիր փոքրատառ ժ։ Անցնենք հաջորդ էջին։ Կաշտում ենք ժ պարունակող բառերը։ Ուժ, կուժ, ժապավեն, նժույգ, ժանիք։ Հիմա կաշտում ենք դասը։ Ժանյակ։ Ժաննա տատիկը ոսկի մատներ ունի։ Ոսկի մատներ, երեխաներ, իհարկե ոսկուց պատրաստված չեն մատները, ասում են այն դեպքում, երբ մարդը շատ ճարտար է և իր մատներով, իր ձեռքերով կարող է տարբեր առարկաներ պատրաստել, ստեղծագործական արվեստի գործեր է պատրաստում։ Այն մարդկանց, ովքեր լավ գործ են անում,
ասում են ոսկի ձեռքեր, ոսկի մատներ ունի։ Նա ասեղով ժանյակ է գործում։ Գեղեցիկ ժանյակը կարում է շորին կամ փռում սեղանին։ Հայկական նախշերով ժանյակները թանկարժեք են։ Թանկարժեք նշանակում է թանկ գին ունեն։ Տեսեք, տատիկը ժանյակ է պատրաստել եւ սա սեղանին փռելու համար է օգտագործել է թելեր, ասեղ եւ իր ոսկի մատները։ Ինչպես նաեւ արդեն երեխաներ կարող եք միմյանց թելադրել նախադասություններ։ Կուժը թանը սառն է պահում։ Հիշում ենք օժանդակ բայը կարդում ենք միասին։ Նախադասությունը սկսվում է մեծատառով, վերջում դրվում է վերջակետ։ Ժիրայրը լավ երաժիշտ է։ Երաժշտությամբ զբաղվող մարդուն ասում են երաժիշտ։ Ժիրայրը տղայի անունն է։ Նորից օժանդակ բայը կարդում ենք միասին։ Նախադասությունը սկսում ենք մեծատառով, թեև այստեղ տղայի անուն է, եւ վերջում անպայման դնում ենք վերջակետ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։